Ասետրինա ձկները մենք 3 անգամ թաթախել էինք, ահա առաջի կտորը եւ երկրորդ կտորը։ Շատ լավ ստացել ենք, չամոնը լավ պահել է իր վրա, ընդհանուր արտաքին տեսքը եւ process-ը արել ենք շատ ճիշտ։ Ոնց որ միշտ ասում եմ, հիմնական խնդիրը, երբ որ մենք պատրաստում ենք ձկան մսով բաստուրմա, հիմնականում յուղն է խնդիրը, որը որ կանխատեսել էր արդեն։ Հիմա կկտրենք։ Ահա, մեջը իրան բնորոշ գույն է, որովհետև ասետրինա է ինքը, հենց ֆիլեն ինքը այդ գույնը ունի։ Ահա մեջը, ոնց որ ասում է, յուղը արդեն նայեք դուրս է տալիս, որը որ նախատեսված էր, պետք է այդպես էլ լիներ։ Մսի ֆիլեի գույնը, ասետրինան ինքը այդ վառ գույնը չունի կարմիր, սովորաբար մենք տեղական իշխանով, մեկ է նորվեգական իշխանով պատրաստեցինք, մսի գույնը ուրիշ էր, իսկ ասետրինան ինքը արդեն տարբերվում է իր մսի գույնից։ Վերջնական տեսքը այսպիսին էր ասետրինա ձկան, հիմա մենք ոնց որ ցույց եմ տվել հլկտորը, չամանը շատ լավ իր վրա պահել է արդեն, անկախ յուղայնությունից, ինքը շատ լավ ստացվել է։ Հիմա մենք ոնց որ ասել եմ, մեր ատամներն են, ահա, նայեք ոնց է պոկվում։ Շատ հանգիստ, շատ լավ, բամբակի նման պոկվում է։ Ծամելուց ոչ մի դժվարություն չենք ունենա։ Ընդհանրապես բաստուրմա պատրաստելուց ամենակարևոր ցուցանիշը այն է, որ պետքա միշտ այսպես կարողանանք կտրենք եւ ծամենք։ Շատ լավ ստացել ենք։ Դուք էլ պատրաստեք ասետրինա ձկով բաստուրմա, շատ լավ կստացվի։